լինելը, անգամ այն հարցին, թե ում դուք կուզենայիք տեսնել Հայաստանի Հանրապետության առավել որպես վստահելի ղեկավար, ես ձեզ ասեմ 20%-ից ավել ոչ ոք ձայն չուներ։ Բոլորը սպասում են ընդ որում միավորումների։ Դա էլ հաջորդ խնդիրը, որ հասարակության մեծ մասը մեր հարցվածների 50%-ից ավելին միավորումների սպասում է նոր նախընտրական միավորումների։ Բայց այն հարցում, երբ կար մի հարց, որտեղ արդեն բնականաբար տրամագիր չէր կազմվել եւ պետք է իրենք գրեին, թե որ քաղաքական ուժերի միավորմանը կվստահեիք երկրի կառավարումը, եւս տարասփռումը շատ մեծ էր, ու մեծ մասը գրել էին չենք կողմնորոշվում։ Այսինքն մեր քաղաքական ուժերը 50%-ից ավելին չեն կողմնորոշվում։ Շատ տխուր ցուցանիշ էր, 50%-ից ավելին ուզում էր, որ քաղաքական ուժերը միավորվեն, դա նշվում է, բայց գրում էին, չգիտեմ, չենք կողմնորոշվել, դեռ չգիտենք եւ այլն։ Դա նշանակում է, որ քաղաքական ուժերը եւ նրանց այսպես առաջնորդները, որքան էլ ներկայանում են, դա բավարար չէ։ Այսինքն մեզ մոտ հատկապես ընդդիմադիր շրջանում, դե բնականաբար իշխանությունը ունի իր քարոզչության եղանակները եւ իր քարոզչության ձևերը, մեր հիմնական այսպես ուղերձը դա ընդդիմադիր քաղաքական դաշտին է, որ իրենց ուղերձները բավարար չեն, նրանք դեռևս մեծ վստահություն չունեն եւ մարդիկ թերևս նաեւ ինչ որ այսպես անակնկալ միավորումների հույս ունեն մի խնդիր էլ կա, չէ, երբեմն հնչում է, որ ցանկացած ուժերը թող միավորվեն, միայն թե դա լինի ընդդեմ ՔՊ-ի, մեր հարցումները ցույց տվեցին, որ մեր հարցվածները 30%-ից ավելին այդ կարծիքին չէ, որ պետք է բոլորը բոլորի հետ համախմբվեն, միայն թե լինեն ընդդեմ ՔՊ-ի։ Այսինքն մարդիկ ուզում են հստակ այնպիսի միավորում, որը կունենա իր ծրագրային գաղափարական դրույթները, այսինքն դա երկարաժամկետ միավորման ինչ որ կարիք է։ Եվ իսկապես ճիշտ է, որ եւ զանգվածային լրատվամիջոցները, չորրորդ իշխանությունը քաղաքացու այդ քաղաքացիական հասարակությունը, որը մեծ դժվարությամբ հիմա մեզ մոտ ձևավորվում է, նրանց ձայնը հանրային քաղաքական կյանքում հասանելի դարձնի։ Մարդիկ սպասում են, որպեսզի իրենց առաջարկեն ծրագրեր, գործողություն եւ մի փոքր անցնելով մենք մեր այս հարցման մեջ եկեղեցուն վերաբերող խնդիր չէինք դրել, դա կանենք այսպես հետագայում, բայց այս եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդիկ գալիս էին Մայրաթոր Էջմիածին եւ փորձում էին իրենց ներկայությամբ, իրենց աղոթքով եւ իրենց խոսքով պաշտպանել եկեղեցին, ոչ թե քաղաքական նկատառումներով եւ կանխարգելել Մայրաթորի սրբազան դուռը աքացիներով հարվածելը, ես որ նայում էի այդ մարդկանց երեսին ամսի 18-ին, ես տեսա, որ նրանք այնպես չէ, որ կուսակցականներ էին, նրանք Հայաստանի Հանրապետության, այո, այդ մտահոգ հայրենատեր քաղաքացիներն էին եւ հիմա քաղաքական ուժերի խնդիրն է այդ հայրենատեր քաղաքացիներին հուսախաբ չանել եւ չասել, որ ժողովուրդը այսպես թմբիրի մեջ է եւ ընկճախտի մեջ է։ Ժողովուրդը ընկճախտի մեջ չէ, բայց չկա ծրագիր, որ նրան ոտքի կհանի, որովհետև բավական էր, որպեսզի եկեղեցին ասի, որ ինքը վտանգի առաջ է, մարդիկ շուրջ 9-10 հազարի մարդ իմ գնահատմամբ եւ մնացածների 18-ին հավաքվել էին ինքնաբուխ, դա բացարձակ ինքնաբուխ էր, այսինքն այդ բոլոր քաղաքացիները եւ այն զրույցները, որ ունեցանք եւ Մայրաթորի գավիթում, երբ աքացիներով եւ բռունցքներով ջարդում էին դուռը եւ լուտանքներ էին գոռում, մարդիկ բոլորը շրջվում էին, այսպես հուսահատությամբ հարցնում, իսկ ինչ անեք, դուք ինչ եք առաջարկում, ինչ պետք է անենք, այսինքն հիմա այդ ինչ անելը առարկայացնելու ժամանակն է, մարդիկ սպասում են այդ խոսքին։ Տեսեք, ես մի բան մի այդ ավելացնեմ, ուզում եմ հուսահատ անեմ որոշ քաղաքական ուժերին, որոնց թվում է, թե իրենք միայնակ կարող են հաղթել, ոչ որ միայնակ չի կարողանալու հաղթել։ Սա միանշանակ է արդեն։ Երկրորդը, մարդիկ, որ իսկապես ուզում են տեսնել միասնական ուժերի համախմբում, դա նույնպես հստակ է եւ դա նույնպես երկընտրանքի առաջ է կանգնացնում շատ-շատերի։ Եվ կարևորը նա է, որ այդ գաղափարը միասին շարժվելու, միասին որոշելու, դա իսկապես այսօր հասարակության պահանջն է։ Եվ այստեղ է, որ պետք է ասել, որ քաղաքական ուժերի հիմա այս պահին
փորձերը այս իջից հրաժարվել այն ինչի մոտ գնալ կամ այս ուղղությունը փոխել սխալ է, եթե իրենք չեն ներկայացնում համապարփակ մի ծրագիր, որը այս պահին ժողովուրդը հասկանա, որ իրոք լինելու այլընտրանքային։ Կոնկրետ հարցերը տեսեք որն են։ Եթե մենք արտաքին քաղաքականության հետ ենք կապում, այս նաև դժգոհությունը հիմնական եւ անվտանգության հետ կապված, ապա այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա։ Մարդիկ տեսնելով ինչպիսի քաղաքականություն է վարում այսօր Նիկոլ Փաշինյանը, տեսնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի վարած քաղաքականությունը մեր նկատմամբ։ Եվ սա բերում է հենց այդպիսի հակադարձության։ Եվ մենք իրականում պետք է մարդկանց ասենք, նրանք արդեն էլ չեն դնում այս խաղաղություն, պատերազմ հարցադրումը։ Եթե նրանք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից, դա արդեն միանշանակ է, որ սա պատերազմ է, այլ ոչ թե իրական խաղաղություն։ Այնպես որ հարցերը շատ են եւ ես ուղղակի ուզում ասեմ, որ միասին շարժումը հենց այնպես չի ձևավորված, որ լինի ուղղակի անունը միասին, մենք այդ միասին գաղափարը պետք է իրականացնենք եւ ես կարծում եմ, որ դա հաջողվելու է մեզ առաջիկա այս 1-2 ամսվա ընթացքում։